Մենք երբ որ գնում ենք մեր պապական տունը, այնտեղ հանգիստի տեղ է, այնտեղ ուրախության տեղ է, այնտեղ մի տեղ է, որ կարողանում ենք իրար հետ հաղորդակցություն ունենանք։ Թողեք աղոթքով սկսենք այսօրվա քարոզը եւ հույսով որ այսօր կարողանանք խաղած Աստծո խոսքից զորացած վերադառնանք եւ մեր հավատքի կյանք շարունակենք։ Հայր Աստված, գոհանում ենք քեզանից փառք ենք տալի քո մեծամեծ գործերիդ համար եւ շնորհակալ ենք այս ժամի համար, որ ամենից քո ներկայության մեջ ենք։ Մեր սրտերը բացում են քո առջև, թող որ քո խոսքդ դանակի նման Տեր Աստված ջան կտրի այն տեղերը, որ Տեր քեզի չի փառավորում կտրվի եւ ոչիչանա մեր կյանքից։ Եվ քո խոսքը որ ջուրի նման է Տեր, այսօր մեր չորացած հոգին Տեր կերակրի, չորացած հոգին Տեր Աստված ջան կարողանա մեր ծարավը հագեցվի քո խոսքով։ Հիսուս որդու անունով փառք քեզի, ամեն։ Փառք Տերոջ, անցյալ շաբաթ մեր քարոզի նյութը չեմ անում, հիշում եք թե չէ։ Մեր քարոզի նյութը անցյալ շաբաթ Աստված օգնիր ինձ։ Ասացինք, որ ամենահզոր աղոթքը աշխարհի մեջ, եթե ուզենա մի հոգի ասի, Աստված օգնիր ինձ։ Նախանցած շաբաթվա քարոզը վերաբերվում էր ինչի վրա։ Քնած հավատացյալներ։ Մենք խոսեցինք, որ արթուն կանք, անցյալ շաբաթ ասենք Տեր մեզի օգնի, բայց այսօրվան էլ պետք է շարունակենք, step by step գնանք առաջ, որ կարողանա մեր հավատքի կյանքը ավելի զորանա։ Այսօրվա իմ քարոզս Աստծո ձայնը լսող ականջի մասին է։ Գիտեք, երբեմն մարդ կարոտում է, որ իր հոր ձայնը լսի։ Չգիտեմ, նրանք, որ իրանց ծնողները վախճանվել են եւ գնացել են, կարծում եմ կարոտի մեջ են, որ մա ձայն լսեն, բայց մեր Հայր Աստվածը կենդանի Աստված է։ Եվ որ իր ներկայության մեջ ենք, ինքը պետք է մեր ձայնը լսի, այդպես չի։ Եթե ինքը կենդանի Աստված է եւ հավիտենական կյանք է, ուրեմն գոհություն ունի։ Եվ որ գոհություն ունի, ուրեմն կարող է խոսա։ Եթե ուզում է խոսա Աստված, պետք է մեր ականջը կարողանա ճանաչի Աստծո ձայնը։ Համաձայն եք ինձ հետ։ Մենք այսօրերի մեջ տեսնում ենք շատ ձայներ կա աշխարհի մեջ։ Ձայներ կա, որ մարդկանց չի թողնում, որ Աստծո ձայնը մենք լսենք։ Դժվարության ձայներ կա, չգիտեմ, անխաղաղ վիճակների ձայնը կա, ընտանեկան խնդիրների ձայնը կա, հիվանդություններ կա, դրանց պատճառով մենք չենք կարողանում Աստծո ձայնը լսենք։ Դուք տեսեք, Աստծո խոսքը ինչ է խոսում մեզ համար։ Հիսուս Քրիստոսը այսպես ասում Հովհաննեսի 10-րդ համար, ասում է իմ ոչխարները լսում են իմ ձայնը եւ ես ճանաչում եմ նրանց եւ նրանք հետևում են ինձ։ Ինչքան զորավոր մի բան է, իմ ոչխարները։ Որոշները նեղանում են, ասում են մենք հավատացյալ ենք, ինչու են մեզ ասում ոչխար։ Այդ մտքով մենք չմոտանանք, Աստծո գառներն ենք մենք։ Ամեն։ Հիսուս Քրիստոս եթե ասում մենք ոչխարներն ենք, չի նշանակում, որ մենք տկետ մարդիկ ենք կամ անհասկացող մարդիկ ենք։ Ոչխարը իր ամեն կապակցություն ունի, նա հովիվին է։ Հովիվն է, որ իրանց պահպանում է, հովիվն է, որ իրանց կերակրում է, հովիվն է, որ իրանց հիվանդությունները լուծում է, հովիվն է, որ գայլից իրանց ազատում է, հովիվն է, որ գոմի առաջ քնում է, որ գայլը ներս չմտնի։ Ուրեմն Հիսուս Քրիստոսը այսպես ասում է, իմ ոչխարները ինձ ճանաչում են։ Եվ ես ճանաչում եմ նրանց։ Իրանք լսում են իմ ձայնը։ Արդյոք այսօր մենք Հիսուս Քրիստոսի ձայնը լսում ենք, թե չենք լսում։ Կարևոր սա է, որ մենք կարողանանք լսենք։ Գիտեք, եթե չենք կարողանում Աստծո ձայնը լսենք, մեր դժվարությունները շատ անգամ այդ բաներից է գալի։ Եվ որ մենք Աստծո ձայնը լսենք, Աստծո հետ խորհրդակցենք մեր ամեն կյանքի խնդիրները, այն ժամանակ կտեսնենք, որ հաջողություն կա մեր կյանքի մեջ։ Երբեմն մենք մարդկանցից են խորհուրդ առնում։ Այդպես չի։ Սողոմոն իմաստուն մի հատ մարդ էր։ Դավիթ որ մահացավ, Սողոմոն որ մահացավ, իր տղան եղավ թագավոր։ Եվ սկսեցին խոսալ իր հետ, որ դու տուրքը ցած բեր, թաքսը ցած բեր, որտեղ քո պապեն թաքս էր դրել եւ շատ էր մարդկանց ուժ գալի։ Բայց Սողոմոնի տղեն գնում է իր երիտասարդ ընկերների հետ խոսում եւ նրանց խորհուրդ է լսում։
Եվ դա պատճառով Իսրայելի մեջ ջոգություն է գալի։ Իսրայելը բաժանվում է երկու թագավորությունի եւ միջով այսօր այդ տանջանքի մեջ աշխարհն է գնում։ Թե միայն չէ որ միայն բանը Իսրայելը, այլ ընդհանուր աշխարհը այս անհնազանդության պատճառով միջով այսօր տանջվում է։ Հիմա չեմ ուզում մտնեմ պատմության մեջ, բայց ընդհանուր Հիսուսն ասում է իմ ոչխարները իմ ձայնը ճանաչում են։ Անգուցյալ մամաս պատմում էր, ասում էր ոչխարները որ գալիս էին ամենը մատ անուն ունեին։ Եվ որ մենք կանչում էինք, իրանք հերթականությամբ գալիս էին եւ մենք իրանք կաթերը կթում էինք։ Գիտեք, Հիսուս Քրիստոսը ամեն մեկից մեր անունով է ճանաչում, հավատում եք դրան թե չէ։ Կարող է ժամանակ կա մեր կյանքի մեջ, որ մի անգամից Հիսուսը կանչի մեզի։ Եվ մենք այնքան զբաղված ենք, որ չեն կարողանում այդ ձայնը լսենք։ Բայց Հիսուսն ասում է իմ ոչխարները, որ պատկանում են ինձի, իմ ձայնը կարողանում են զանազանել։ Որոշներն ասում են ես Հիսուսին սիրում եմ, ես քրիստոնյա մարդ եմ, բայց արդյոք Հիսուսի ձայնը լսում եք, այն բանը որ Տերն ասում է, դրան հնազանդում եք թե ոչ։ Կա տարբերություն ականջներ ունենալու եւ լսող ականջեր ունենալու մեջ։ Գիտեք, մեր ժամանակա մենք ձայն ենք լսում։ Մեր ժամանակա որ գալիս ենք ինչ ենք անում, ականջ ենք դնում այդ ձայնին, այսինքն հետաքրքրված ենք այդ բանով։ Լսելը այնքան կարևոր չի, ականջ դնելը եւ հավատարմորեն հետևել այդ բանին, որ մենք լսում ենք, Աստծո կամքն է։ Այսօր շատ մարդիկ ասեն մենք քրիստոնյա ենք, բայց Հիսուս Քրիստոսը այդ օրը որ կարող ասի ես չեմ ճանաչում։ Այդ օրը կա որ մենք ուզենանք դեմ առ դեմ Հիսուսին հանդիպենք, կարող է մեզ ասի ես չեմ ճանաչում։ Ուրեմն լսելը Հիսուս Քրիստոսից ամենակարևոր բանն է այսօրերի մեջ։ Եթե այսօր մեկ ուզում է դեղատոմ ստացեզի, ուզում է դեղ ստացեզի, ես այսօր մի հատ օտար դեղ ունեմ ձեզ համար։ Հիսուս Քրիստոսի ձայնը ձեզի կբժշկի։ Ամեն։ Հիսուս Քրիստոսի ձայնը լսելը մեր սրտերում խաղաղություն կտա։ Հիսուսն ասում է եկեք ինձ մոտ, ով բեռնավորվածներ եւ վաստակածներ, ես ձեզ հանգիստ կտամ։ Իմ լուտը ձեր վզին առեք եւ ձեր սրտերում խաղաղություն կգտնեք։ Այս խաղաղություն գտնելը կարևոր բան է եւ Հիսուսը կանչում է իր սիրողներին, որ այդ բանը ստանան։ Շատերը լսում են ձայներ, բայց ոչ բոլորը ճանաչում են Աստծո ձայնը։ Գիտեք, Աստծո ձայնը ճանաչելը շատ կարևոր մի բան է, որ այսօր կսովորենք։ Աստծո ձայնը լսելը ֆիզիկական լսելու մասին չի, այսինքն մենք այդ չի որ մեր ականջները մի ձայն լսի, դա սրտի, հոգու եւ հարաբերության հարց է։ Գիտեք, Հիսուս Քրիստոսը մեծ զարմանալի բան է անում։ Եվ որ մենք տերոնական աղոթն ենք անում, ասում, հայր մեր, որ երկնքումն է, սուրբ լինի քո անունդ, Հիսուս Քրիստոսը մարդկանց հրավիրում է, որ հոր հետ խոսան։ Առաքյալներ ասեցին, Տեր, մենք աղոթել չենք կարող, Հովհաննես Մկրտիչի աշակերտներն աղոթում են, մենք աղոթել չենք կարողանում։ Հիսուս Քրիստոսը նրանց հրավիրում է եւ ձև է տալի նրանց, որ եթե դուք ուզում եք աղոթեք Հայր Աստծուն, որ երկնքում է բնակված։ Եվ այսօր մեր կյանքն այդպեսի է, մենք պետք է ճանաչենք այդ հորը, որ երկնքում բնակված է։ Եվ որ մենք ասում ենք Հայրը, որ երկնքում բնակված է, այսինքն ոչ մի բան չկա, որ Աստծո ոտերի տակ չլինի։ Իշխանությունը Աստծո ոտքերի տակ է։ Զորությունը ամենակատարյալ զորությունը Հայր Աստծո ձեռքերի մեջ է։ Եվ այսօր մենք պետք է սովորենք, եթե Հիսուսը հրավիրել է, որ մենք հոր Աստծո հետ խոսանք, ինչքան կարևոր է որ լսենք այդ խոսքը։ Այսօր մարդկանց խոսքը շատ կարևոր է, մենք լսում ենք, երբեմն վնասվում ենք, երբեմն կոտրվում ենք, երբեմն մեր սիրտը խռովում է, որտեղ մարդիկ մեր բաներ են ասում, որ մենք չենք սիրում։ Բայց Հիսուս Քրիստոսը կանչել է մեզի, որ մենք հոր հետ կարողանանք մտերմություն ունենանք։ Մատթեոսի ավետարան 6-րդ գլուխ 6-րդ համար այսպես ասում է, երբ որ ուզում ես աղոթես, մտի քո սենյակը դուռը փակի եւ քո հոր հետ որ այնտեղ է։ Իսկ ինչքան կարևոր բան է, ասում է այդ Հայրը որ այնտեղ է, այսինքն մեր հարաբերության մեջ այն ժամանակ որ մենակ ենք, ներս ենք մտնում սենյակը, ոչ ոք չկա, ոչ երեխա կա, ոչ կին կա, ոչ ընկեր կա, ոչ բարեկամ կա, ոչ ոք, այնտեղ որ Հայրը բնակված է, ասում է սկսի քո աղոթներդ այնտեղ ներկայացնել եւ այն ժամանակ քո Հայրը կլսի քո աղոթքը։ Ինչքան լավ է որ մի հատ մեծամեծ թակավոր մեր ձայնը լսի, չէ՞։
Այսօր զանգենք բանին Դոնալդ Թրամփին, ասենք Դոնալդ Թրամփ, մենք հայերն ենք, Պարսկաստանից եկած ենք, եւ այս բաները մեզ համար արա։ Եվ նա ասի, օքեյ, ես ձեր ձայնը կլսեմ, բայց մեր հայր Աստվածը, որ երկինքների ու երկրների ստեղծողն է, մեր աղոթքի ձայնը լսում է։ Եթե հավատքով մոտենանք նրան, վստահ ենք, որ Աստված կլսի մեր աղոթքի ձայնը։ Համաձայն եք ինձ հետ։ Եթե մենք ուզում ենք մեր կյանքի մեջ աճենք, եթե ուզում ենք մեր կյանքի մեջ դժվարություն չունենանք, թողեք լսող ականջ ունենանք։ Ամեն։ Մատթեոս 11-րդ գլուխ 15-րդ համարը։ Տեսեք Հիսուսն է ասում, ոչ իմացածն է, ոչ օտար քարոզիչի ասած։ Ասում է, ով ականջ ունի, թող լսի, ինչը լսի։ Այն բաները, որ Հիսուս Քրիստոսը մարդկանց դասավանդում է, ով ականջ ունի, թող լսի։ Մարդիկ լսում են, բայց չեն կարողանում կատարեն, որտեղ իրանց հոգևոր լսողությունը արդեն խուլացել է, չի կարողանում լսի։ Երբ Հիսուսն այս խոսքերն ասաց, նա չէր խոսում մեր գլխի վրայի եղած ականջների մասին, այլ մեր սրտերի բաց լինելու մասին։ Արդյոք մեր սիրտը բաց է Հիսուս Քրիստոսի խոսքը ընդունելու եւ լսելու նրա մասին, թե ոչ։ Մարդիկ իրանց ախորժակը կողբ է, Աստծո դեմ ախորժակ չունեն, եւ դժբախտաբար եկեղեցիների մեջ էլ էսպես է, կամաց վերջի օրերը որ գալիս է, մարդկանց ախորժակը կողբված է, եթե մարդկանց հրավիրենք միտեղ գնան, չգիտեմ, զբոսանքի գնան, ամենը պատրաստ են, բայց ոչ ոք չի կարողանում իր ժամը կարգադրի, որ Աստծո ներկայության մեջ գնա։ Այսօր եթե մենք դժվարության մեջ ենք, պատճառը սա է, որ առավոտը, որ մեր աչքերը բացվում է, մեր ծունգերը չի կրկնվում Աստծո առաջ։ Որոշներն ասում են, եթե դու ծնգերդ Աստծո առաջ չկրկնվի, չծալվի Աստծո առաջ, դուրսի դժվարությունների առաջ կծալվի։ Եվ մենք շատ կարևոր է, որ մենք կարողանանք այս դժվարությունների մեջ, այս խնդիրների մեջ, որ հիմա կա, առաջի բանը, որ անում ենք, գնանք Աստծո ներկայության մեջ, ծունգերի վրա կանք եւ մեր հոր հետ խոսանք, որտեղ ինքը խոստացել է, որ ես կլսեմ քո ձայնը։ Երբեմն մենք չենք կանչում Աստծուն։ Մարդիկ կան ասում են, եթե Աստված կա, ինչու էսա, ինչու ենա։ Արդյոք մենք կանչել ենք Աստծուն, այդպես որ ինքն է ուզում։ Աստծո հեռախոսի նոմերն ինչ է։ Երեմիա 33-րդ գլուխ 3-րդ համարը։ Կանչիր ինձ եւ ես կպատասխանեմ քեզ։ Եվ գաղտնի բաներից քեզ տեղյակ կանեմ։ Երբեմն մեր կյանքի մեջ այդպես է, մենք չենք իմանում ինչու այս վիճակների մեջ ենք։ Անգամներ ասել եմ, եւ որ դժվարություն կա, եւ որ անհանգստություն կա, ոչ մի պատճառ չես գտնում, գնա Աստծո առաջ, Տեր, ես չեմ իմանում պատճառն ինչ է։ Հետո կտեսնեք, որ Աստված կսկսի խոսալ։ Տարիներ առաջ ես ասացի, Տեր, չեմ անում ինչու տխուր եմ։ Օգնիր ինձի։ Կարողանամ հասկանամ իմ տխրությունը ինչից է։ Եվ այն ժամանակ Տերն սկսեց խոսալ, ասա տխուր ես, որովհետև մարդկանց չարչարանքը քո սրտիդ մեջ կա, քո մտքիդ մեջ ունես այդ հիշողությունները, որ մարդիկ քեզ կոտրել են եւ քեզի հալածել են եւ անգիտակցաբար քո հետ կա։ Դժբախտաբար, ինչ որ մեր ականջով լսում ենք, օրեցօր մեզի ծանրացնում է։ Համաձայն եք ինձ հետ։ Եվ որ մենք գնում ենք անկողնին քնել, եթե շատ խնդիրներ կա, սկսում եք հիշել։ Ով ինչ ասավ ինձի։ Բարեկամս ինչ ասավ ինձի, գործի տեղում ինչ ասեցին ինձի։ Այսինչ բանը ինչ պատահավ, այդ բաներով մենք զբաղված ենք։ Դրա համար որտեղ մեր ականջը լսված է դառը բաներով։ Թողեք մենք գնանք Աստծո առաջ եւ ասենք եւ Աստված կսկսի խոսալ եւ պատճառները կբերի, կասի այս պատճառով դու պետք է ներես սրանց, դու պետք է սրանց ազատես քո կյանքից, դու պետք է ջնջես այդ վատ մտքերը եւ ինձի ենթարկվես եւ քո սրտերում խաղաղություն կգտնես։ Համաձայն եք։ Որքան ժամանակ է, տեսեք շատ կարևոր է, խոսքս այն մարդկանց հետ է, որ հավատքի մեջ շատ տարիներ անցնում է իր կյանքը, որքան ժամանակ է, ինչ չենք լսում Աստծո ձայնը, շատ ցավալի է, որ մենք չկարողանանք Աստծո ձայնը լսենք։ Տարիներ առաջ միտեղ գնացելի Bible study ունենք, Աստծո խոսքն ենք մենք բանանում, ընթերցում է ընտանիքի հետ։ Այդ ընտանիք շատ վատ վիճակի ընտանիք են, ես ամիսներ իրանց հետ դաս էի պարապում
Գիշերը ժամը 1-ն էր եւ իրանց տունից դուրս եկա թմեր ժամանակ եւ օտոբանի մեջ քշում էի, ֆրիվեյի մեջ քշում էի եւ հասա մտեղ մատ երիտասարդ տղա, երկու հատ երիտասարդ տղա մեքենայով պատտեցին իմ առաջ։ Մոտ էր ակսիդենտ լիներ։ Գնացին։ Մի 3 րոպեից հետո տեսա մի տեղից գոլորշի է բացանում։ Այդ գոլորշին ճիշտ կարծես ինձ սրտից մեջ Սուրբ ոգին այսպես ծավալացավ, այս գոլորշի մեջ Աստված ուղղակի սկսեց հետս խոսալ։ Ասավ այս գոլորշի մեջ մահվան հոգի կա, զգուշ կաց, մեքենատ կամանցացրու։ Կամանցացրեց, յասավ էլ շատ կամանցացրու։ Գնա աջ կողմը։ Միջով տեղ ունես գնա աջ կողմը, շատ կամանցությունով գնա։ Եվ որ հասա այդ գոլորշի տեղը, տեսա այդ երիտասարդները ֆրիվեյի մեջ այդ երկաթը գարդը չարթել էին եւ 3 լայնը բռնված էր։ Եվ մի օքի մա տրանզիտ մարմինն ընկած էր, մյուսը չտեսա մարմինը որտեղ էր։ Ես այդ գարդը որ անցացրեցի, տեսա կողքիցս մեքենաներ եկան սկսեցին խփել այդ երկաթներին։ Այդ գիշեր աշկիս առաջ 17 հոգի մարդ մահացավ։ Եվ որ եկացած, ոտերս դողում էր։ Աստված ասավ, ես եմ քո Աստվածը, որ քեզի պահում եմ։ Այդ օրերում շատ դժվարությունների մեջ էի եւ գանգատ ունեի Աստծուն։ Աստված, բա ինչու չես լսում իմ աղոթքը։ Բայց Աստվածը սկսեց ինձ տանել այդ տեղը, որ ինքն էր ուզում։ Աստված ուզեցավ մի բան ինձ սովորացնել, որ իմ աշկերը քո վրա է։ Այսօր Աստծո աշկերը իմն ու քո վրա է։ Չնայենք մեր դժվարություններին, չնայենք մենք մեր հիվանդություններին, չնայենք այդ տկարություններ, որ մեր կյանքի մեջ կա, նայենք մեր Աստծո զորությանը։ Աստված, որը ստեղծել է երկինքները եւ երկիրը, այդ Աստված այսօր մեր հայրն է։ Ինչ կան պետք է ուրախանանք։ Ուրախ եք Աստծոց թե ոչ։ Որոշները պարտենում են իրանց ընտանիքով, չէ՞։ Իմ մամես էսպես, իմ պապես էսպես, բարեկամներս էսպես։ Ինչքան լավ է, որ մենք պարտենանք մեր հայր Աստծոց։ Հայր Աստվածը, որ այս սիրուն բնությունն է ստեղծել, ծովերը, տեզերքները ստեղծել է, կենդանիներին ստեղծել է, եւ մարդուն ստեղծել է եւ ամեն իրավունքները տվել է մարդուն։ Բայց դժբախտաբար մարդը կտրավ իր խոսալը Աստծո հետ եւ սկսեց սատանայի հետ խոսալ։ Եվ այն ժամանակ որ սատանայի հետ խոսեց, մեծ բան պատահավ, որ միջով այսօր մարդկությունը ցավ է կրում այդ բանի պատճառով։ Թողեք Աստծո հետ խոսանք, քանի ժամանակա որ Աստված չի խոսացել։ Եթե Աստված ցանկանար մեզ խոսել, ինչ կցանկանեիք, որ Աստված այսօր ձեզ ասեր։ Ինչ կուզենաք, որ Աստված այսօր ձեզի ասի։ Լավ մտածենք այսօր։ Ես կուզենայի, որ Աստված ասեր, զավակս, գնա առաջ, ես քեզի օծում եմ։ Գնա առաջ, իմ օծությունս կրկնապատիկ քո վրա կլինի։ Պետք է եթաս հիվանդներ բժշկես, պետք է եթաս հազարավոր մարդկանց փրկության պատճառը լինես։ Եվ այս բանը ինձ շատ կուրախացնի, ամեն։ Թողեք այսպեսի բաներ մեր մտքերի մեջ լինի, մեր դժվարությունը չմեծացնենք։ Որոշները այնքան իրաց դժվարությունն իրաց աչքի առաջ մեծ է, որ իրաց աչքերը ոչի չի տեսնում։ Իրաց ականջները Աստծո ձայնը չի լսում։ Հովհաննես 8:28 համար տեսեք Հիսուսին զարմանալի խոսք է ասում։ Հիսուսը նրանց ասեց, երբ մարդու որդին բարձրացնեք, այսինքն խաչի վրա գետա, այն ժամանակ պետք է իմանաք, որ ես եմ եւ ինքս ինձանից ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ հայրը ինձ սովորեցրեց, այն եմ խոսում։ Հիսուսը ոչինչ չէր անում, բացի հոր խոսքը լսելուց։ Լսում էր այն բանը, որ հայրն էր իրան ասում։ Այսօր մենք պետք ունենք, որ հայրը մեզի ճանապարհ ցույց տա։ Ամեն։ Որոշներ իրանց հայրերը շատ խրատող մարդիկ, շատ իմաստուն մարդիկ են եղել։ Որոշներ իրանց հայրերը այնքան բան չեն ունեցել։ Կրթություն չեն ունեցել կամ չեն կարողացել ճիշտ խորհուրդ տան իրանց զավակներին։ Բայց երկնավոր հայրը ինքը գիտության աղբյուրը, զորության աղբյուրը եւ կարող է մեզի ամենազորավոր բաներն ասի, որ մեր կյանքը միջով հավիդյան գնա։ Երկրորդ համարը, Հովհաննես ավետարան 14-րդ գլուխ 31-րդ համարը։ Սակայն որպեսզի աշխարհը իմանա, որ ես սիրում եմ Հորը, անում եմ այնպես,
ինչպես հայրս պատվիրեց ինձ։ Այսօր հավատացյալները անում են այն բանը, որ իրանք են սիրում։ Անում են այն բանը, որ մարդիկն են իրանք թելադրում։ Անում են այդ բանը, որ իրանք սիրտն է ուզում։ Ես այս պետք է անեմ։ Նա Աստծո խոսքն ես ասում եմ, բայց այդպես էլ չի որ դու ես ասում։ Այն որ ես հավանում եմ այդ կանեմ։ Բայց Հիսուս Քրիստոս այսպես չի ասում։ Այն բանն եմ անում, որ հայրս ինձ սովորացրել։ Արդյոք սովորել ենք հորից թե ոչ։ Տերունական աղոթքը պետք է այսօր լավ հասկանանք, որ Հիսուս Քրիստոսը ասում է, եւ որ Տիրոջ մոտ ես գնում, հոր մոտ ես գնում, ինչերի մասին խոսա։ Չեք տեսնում տերունական աղոթքի մեջ խոսա տուն ունենալուց, չգիտեմ փող ունենալուց, եւ ամեն իր խոսքը օտար բան է։ Իր երկինքը օտար բան է Հիսուս Քրիստոսին է։ Հիսուս Քրիստոս եւ որ ուզում էր մի բան աներ, գիշերը միջով առավոտ ծունգերի վրա աղոթում էր, հայրը իրան ասում էր։ Առաքյալներին ընտրելու համար Հիսուս Քրիստոսը անապատը 40 օր ծոմից հետո թոնում է, գալիս է եւ աղոթքից հետո ընտրում է իր առաքյալներին։ Ոչ մի բան առանցի հոր մտքի մեջ չեր ինքն անում։ Պետք է հայրն իրան ասեր։ Այսօր մենք կարիք ունենք, որ հայր Աստծո ձայնը լսենք։ Եվ այս փորձառություն ունեցել եմ, եւ որ հայրը խոսում է, զարմանալի բան է կատարվում։ Զարմանալի բան։ Եվ մանավանդ նրանք, որ գալիս են եւ դժվարություն ունեն, ես սովորությունս այսպես է։ Դժվարությունն է, ես սկսում եմ աղոթել համարները, ես ասում եմ, Տեր, ասա ինչ է սրանց խնդրեմը։ Սա դժվարությունը ինչ է։ Եվ որ այն ժամանակ հայրը խոսում է, եւ որ ես ասում եմ, բժշկություն է կատարվում։ Այն ժամանակ որ հայրն է խոսում, ես ասում եմ մարդկանց համար ազատագրություն է լինում։ Ինչքան լավ է որ թողնենք հայրը մեզ հետ խոսա։ Աստծո ձայնը անհատական է, այսինքն ամեն մեկիս համար Աստված հատուկապես խոսում է։ Հիսուսն ասեց. Իմ ոչխարները լսում են իմ ձայնը, ոչ թե իմ ձայնը, այլ իմ ձայնը, ոչ թե մի ձայն, ներողություն, ոչ թե մի ձայն, այլ իմ ձայնն են լսում։ Շատ կարևոր է Հիսուսի ձայնը, գիտեք, Հիսուսը երբ որ ձայն բարձրացրեց, Ղազարոսը մահացած էր։ Ձայն բարձրացած եւ ասեց. Ղազարոս, մեռելներից դուրս արի։ Ղազարոսը դուրս եկավ։ Հիսուսի ձայնը այդպեսի մի ձայն է։ Եվ որ Հիսուսը խոսա, շատ բաներ կփոխվի։ Եվ որ Հիսուսը խոսա, մեր տանջանքը վերջանալու է։ Թող այդպեսի մոտենանք Տեր Հիսուսին։ Որպեսզի լսես Հիսուս Քրիստոսի ձայնը, պետք է լինես նրա ոչխարներից մեկը։ Արդյոք մենք Հիսուս Քրիստոսի ոչխարներն ենք։ Շատերն ասում են մենք քրիստոնյա ենք։ Մուսուլմաններն ասում են մենք ինչ կանենք Հիսուսին սիրում։ Հավատում ենք Հիսուսին։ Այս կարևոր չի որ մենք Հիսուսին սիրում ենք։ Ոչխարը զբաղված է իր հովիվով։ Հովիվի գործը ինչ է։ Այդպես որ ասեցի, կերակրում է, պահպանում է, դասերակում է, փայտ ունի։ Հիսուս Քրիստոսը փայտ ունի, գավազան ունի իր ձեռքը։ Պատահում է որ Հիսուս Քրիստոսը պատժում է, բայց իր պատիժը այդպես չի որ մեզի ծեծի։ Իր պատիժը այդ է որ մեզի առաջնորդի, մեզի խրատներ է տալի։ Արդյոք մենք ոչխարներ ենք թե ոչ։ Մենք պետք է այսօր մտածենք, արդյոք ես գայլ եմ, արդյոք ես այծ եմ եւ արդյոք ես ոչխար եմ, որ Հիսուսի ձայնը լսում եմ։ Դավիթ մարգարեն Հիսուսի բնությունն ուներ, ոչխարներին արածացնում էր, նվագում էր ոչխարների համար։ Նվագելու ժամանակ գայլերը գալիս էին, կենդանիները գալիս էին, բայց ինքը առյուծ սպանավ, արծ սպանավ։ Հետո որ այդ ոչխարներից այդպեսի պահպանությունից հետո եկավ Իսրայելի ժողովրդին ազատեց Գողիաթի ձեռքից, որտեղ լսում էր, իմանում էր Աստծո զորությունը։ Գողիաթին ասաց դու քո անունով ես գալի, քո սուրով ես գալի, բայց ես գալիս եմ իմ Աստծո զորությունով եւ այսօր ես քեզ կգլխատեմ։ Եվ անում է այդպեսի մի բան։ Գիտեք, եւ որ Աստծո ձայնը գալիս է, մենք տարբեր մարդիկ ենք լինում։ Ամեն։ Թողեք մեր ականջները բացվի, թողեք Աստծո ձայնի համար կարոտ քաշենք։ Աստված չի գոռում աշխարհի աղմուկի վրա։ Նա
շշնջում է այն սրտին, որը փնտրում է նրան։ Աստծո ձայնը եւ որ գալիս է քո սրտիդ մեջ խաղաղություն ես գտնում։ Ինչքան լավ է, եւ որ Աստված խոսում է։ Ինչքան լավ է, որ այդ ժամանակ որ դու տանջանքների մեջ ես գնում ես, աղոթում ես եւ Աստված պատասխան է տալի։ Ես սպորտարություն ունեցել եմ, անգամներ պատմել եմ, կարող է այսօր էլ պատմեմ ձեզ համար։ Եվ որ սիրտս կոտրված էր, աշխատանքը ծերից տվել էի, փող չունեի, գնացի սենյակը, սկսեցի Աստծուն հայհոյել, դու գոհություն չունես, ամեն ինչը սուտ է, քո խոսքը սուտ է, եթե դու լինեիր, ես այս դժվարությունների մեջ չէի լինի։ Եվ հովիվը զանգեց, ինչու ես լացում։ Եվ սկսեց խոսալ Աստծո կողմից։ Ինչ որ ես բողոքել էի, ինքը պատասխանս տվավ։ Ես վրա բերնին ընկեցի եւ սկսեցի լացել ու ապաշխարել Տեր Աստված, դու ինչքան մեծ ես։ Ներիր ինձ, որտեղ Տեր ավատ մի մարդ եմ։ Աստված որ խոսում է, զարմանալի բան է կատարվում։ Ոսկորները զորություն են ստանում։ Ճիշտ կարծես մարմնին մեջ երիտասարդության արուն է սկսում պտտել։ Թողեք որ այդպեսի բաներով մեր միտքը զբաղվածնենք։ Եղիան Աստծուն չգտավ ոչ երկրաշարժում, ոչ էլ կրակում, այլ հեզ եւ մեղմ ձայնի մեջ։ Երրորդ Թագավորաց 19-րդ գլուխ 12-րդ համարը Եղիա մարգարեն փախել էր եւ լացում էր։ Տեր Աստված, այս Իսրայելի ժողովուրդը մարգարեներին սպանել են եւ երկրաշարժ է լինում, ձայն է գալի եւ այն ժամանակ Աստված մեղմորեն սկսում է խոսալ հետը։ Գիտեք, մենք էլ այդպեսի մի բան պետք ունենք։ Եվ որ մեր կյանքի մեջ դժվար օրեր կա, որ ամեն ինչը մեզի դողացնում է, վախ կա մեր սրտերի մեջ այն ժամանակ Աստված մեղմորեն սկսում է մեզ հետ խոսալ։ Թողեք այդ հանգ եւ սկսենք փորձել։ Հավատացեք, ով որ փորձում է Աստծո ձայնը լսելու, դատարկ հետ չի դառնա։ Որտեւ Հիսուսը խոստացել է, ամեն։ Լսող ականջը այն է, որ դասիրակված է հարաբերությամբ։ Ինչքան դուք հեռախոսով մոքու հետ խոսակ, դիմացինի ձայնը ձեզ համար ծանոթ կլինի։ Եվ որ ձեզ համար զանգ է գալի, անմիջապես իմանում եք այդ ձայնի միջոցով ով է խոսում։ Աստծո հետ էլ այդպես է։ Եվ որ մենք շատ ենք խոսում Աստծո հետ, կամաց Աստծո ձայնը կարողանում ենք հասկանալ։ Այս Աստվածն է, որ խոսում է։ Այսօր Աստված ինձ հետ խոսեց։ Եվ թողեք որ այդպեսի լինի։ Տեր, անցյալ շաբաթ ասեցի, կարող ենք աղոթենք եւ ասենք Տեր, օգնիր ինձ, բայց այսօր կարող ենք աղոթել Տեր, խոսիր ինձ հետ։ Ասա ես ինչ անեմ։ Եվ ինչ որ ձեր սրտում գալիս է, հնդետ գործն արեք։ Իհարկե դրական բաները չէ, դա նեգատիվ բաներ սատանան ուղարկում է։ Դրական բանը որ գալիս է ձեր սրտի մեջ ընդունեք։ Դժվար ժամանակներին ասի Տեր, ինչ է իմ խնդրեմս, ասա ինձ, սիրտս կարա, աղոթներս ճիշտ չի գալի, ծարավ չեմ քո համար, ինչ կա իմ սրտիս մեջ։ Տերն ասա, մա թուղթ վերցրու եւ սկսի գրել։ Սկսեցի գրել, 50 հոգու անուն դուրս եկավ, որ ատելությունով իրանց մասին ես մտածում էի, իրանց խոսքեր իմ սրտիս մեջ տիրապետում էր, ամեն անգամ դառնություն իմ կյանքիս մեջ կար, որտեղ նրանք ինձ տանջել էին։ Իրանց խոսքերը իմ ականջից ներս էր մտել եւ սկսեցի իրանց անունները գրել եւ որ վերջացավ ասի Տեր ինչ անեմ ասա աղոթի նրանց համար եւ ազատագրի ասա Հիսուսի անունով գնացեք իմ կյանքից մեջ տեղ չունեք եւ որ գնացին եւ որ աղոթեցի եւ արցակեցի նրանց թուղթը ճղեցի եւ դենացա եւ ճիշտ կարծես մի նոր բան իմ մեջ սկսվեց թողեք այդպեսի բաներով Աստծո ձայնը լսենք Դու չես ճանաչիր օտարի ձայնը, բայց ճանաչում ես այն ձայնը, որին սիրում ես։ Մենք եթե Աստծուն չսիրենք, իր ձայնը չեն կարող լսել։ Սերը ամենամեծ բանն է։ Նրանք որ ասում են, ես Աստծուն սիրում եմ, պետք է իր ձայնը լսեն։ Եթե ձայն չկա Աստծո, ուրեմն Աստծուն չեն սիրում։ Համաձայն եք ինձ հետ։ Սկսենք Աստծուն սիրել։ Մի պատճառով չէ, անպատճառ։ Լսող ականջը հնազանդ ականջը Աստծո լսելը պարզապես
տեղեկություն ստանալու մասին չէ։ Շատ կարևոր է։ Այդ չի որ մենակ մենք տեղեկանանք Սուրբիկն ինչ ասում։ Դա նրա հնազանդելու մասին է։ Եվրայացիներում լսել բառը շեմա է ասվում, նշանակում է լսել եւ հնազանդել։ Շեմա բառը ուրեմն լսել եւ հնազանդել։ Աստծո խոսքի մեջ ասում է հավատքը ինչից է։ Հավատքը լսելուց է եւ լսելը ինչից։ Աստծո խոսքից։ Ուրեմն ինչքան լավ է որ մենք լսենք, այսինքն հնազանդենք։ Այս շեմա բառն է տեղ օգտվում։ Հնազանդենք այն բանին, որ Աստծո խոսքն է ասում։ Եվ այն ժամանակ կտեսնենք, որ Աստծո այն օրեցօր կարող ենք մենք զանազանենք։ Երանի այն մարդկանց, որ լսում են Աստծո խոսքը եւ պահում են այն։ Ղուկասի 11-28 համարը։ Երանելի է տալի այն մարդին, որ լսում են եւ պատվիրանքներ Աստծուն պահում են։ Աստված չի խոսում, որպեսի բավարարի մեր հետաքրքրասիրությունը, այլ որպեսի ուղի մեր քայլերը։ Եվ որ Աստված ուզում է խոսի, ճանապարհը ցույց տալի։ Ճանապարհը ցույց տալի։ Այսօր մենք պետք ունենք ճանապարհին, ամեն։ Եվ Հիսուս Քրիստոսն ասում է, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչ ոք չի կարող հոր մոտ էթա բացի միայն ինձանով։ Թող որ այդ ճշմարտությունը այսօր կարողանանք ճանաչեն եւ գործադրենք։ Եվ որ լսում ես, սիրտդ հետաքրքրվի, որ ել ավելի լսես։ Որքան շատ ես հնազանդում, այնքան ավելի հստակ է դառնում նրա ձայնը։ Ուրեմն ինչ որ ասում է, մենք անում ենք։ Մեկ այլ մենք ենք գնում, Աստված նորեն մի քայլ մեզ համար գալիս է։ Կամաց Աստծո ձայնը ամեն օր մեզ համար ծանոթ է լինում։ Սաղմոս 85-8 համարը կլսեմ, թե ինչ է խոսելու Աստված Տերը, որտեղ նա խաղաղություն պետք է խոսի իր ժողովրդին եւ իր սուրբերին, միայն թե նրանք նորից չդառնանան անմտության։ Դա շատ կարևոր է։ Չդառնանանք։ Աստված մեզ հրավիրում է, որ միշտ մեր քաղցրությունը պահենք։ Երրորդ կետը՝ լսող ականջը, դասերակված ականջը, դասերակվում է։ Սամուելը աստիճանաբար սովորեց ճանաչել Տիրոջ ձայնը։ Սկզբում նա չէր կարողանում հասկանալ։ Սամուելը 7 տարեկան էր, որ Աննան տանում է իրան տաճար նվիրում է, որտեղ Աննան երեխա չուներ, Աստծուց ուզեցավ, ասավ, եթե ինձ արու տղա տվեցիր, ես միջով 7 տարեկան իրան կպահեմ, 7 տարեկանից հետո կդնեմ իրան տաճարը, որ մեծանա եւ քեզ ծառայի։ 7 տարեկան է եւ գնում է տաճար։ Եվ մի ձայն է լսում. Սամուել։ Կարծում է, որ քահանան է իրան կանչում։ Էլի նորեն, Սամուել։ Էլ նորեն գնում է քահանայի մոտ, ի՞նչ է։ Ասում է, ես քեզ չեմ կանչել, նորեն է գալի, էլի նորեն կանչում է, Սամուել, եւ երրորդ անգամ որ գնում է, թող այսպես ասում, խոսիր Տեր, Սամուել երրորդ անգամ այսպես ասում, որտեղ մարգարեն իրան, քահանան իրան ասում է, գնա եւ ինչ որ ասում է, ասա ես եմ Տեր, ասա ինչ որ ասես ես կանեմ։ Աստված սկսում է Սամուելի հետ խոսալ։ Գիտեք, հետաքրքիր է Սամուելի անունն էլ, այսինքն նա որ լսում է Աստծո ձայնը։ Այսօր կարող ենք այդպեսի անուններ վրա դնենք։ Իմ անունը սրանից հետո Սամուել է, այսինքն Աստծո ձայնը լսող։ Եվ այդպեսի դասերակվում է։ Գիտեք, Սամուելը այն ժամանակ որ տաճարի մեջ էր, լրջության մեջ էր։ Ոչ մի ձայն չկար։ Աղոթքի մեջ լինելը թույլ է տալի, որ մենք կարողանանք Աստծո ձայնը լսենք։ Պաշտամունքի մեջ միայն երգելի մեջ այդպես չի որ մենք մենակ երգենք, այլ պետք է սպասենք այդ Աստծո մեղեդին կա, Աստծո շշունգին, Աստծո ձայնը պետք է կա։ Աղոթքի մեջ պետք է խոնարհության մեջ սպասենք եւ Աստծո ձայնը կլսենք։ Աստված մեր հոգևոր լսողությունը
ձևավորում է իր խոսքի եւ Սուրբ Հոգու միջոցով։ Ամեն։ Մենք աղոթում ենք, այսինքն խոսում ենք Աստծո հետ, եւ Աստված իր խոսքի միջոցով եւ Սուրբ Հոգու միջոցով մեզ հետ խոսում է, պատասխան է տալի։ Եթե ուզում ես լավ հասկանաս Աստծո ձայնը, Աստծո խոսքը պետք է լավ ճանաչես։ Գիտես Աստված գալիս է Աստծո խոսքի համարների միջոցով մեզ հետ խոսում է։ Թողեք այդպեսի մի սիրտ ունենանք Աստծո խոսքի համար։ Լսող ականջը, սրբված ականջը Աստծո ձայնը հստակ լսելու համար ականջները պետք է ինչ լինի, ազատ լինի ամեն բաներից, մեղքից, վախից եւ շեղումներից։ Մեր կյանքի մեջ շատ բաներ ականջի միջոցով մեզի մեղավոր է դարձնում։ Այդպես չի, նստում ենք, լսում ենք մարդիկ ինչ են ասում։ Մարդիկ ինչ որ ասում են, մենք վերցնում ենք։ Եվ որ լսում ենք եւ վերցնում ենք, կատարում ենք էլ։ Մեղքը միշտ այդպես է։ Մեղքը միշտ մատ փսփսանքով է գալի։ Թռչունի նման, թռնում է մեր գլխի վերևը։ Բայց մենք իրավունք ենք տալի, որ թռչունը կա նստի մեր գլխին։ Եվ որ նստում է, այն ժամանակ այդ բանը որ լսածել ենք, մեզ ինչ անում, պարտավորվածում է, որ մեղքը գործենք։ Բայց թողեք որ մեր ականջը սուրբ պահենք։ Հանդարտ մնացեք եւ ճանաչեք, որ ես եմ Աստվածը, տեսեք Աստծո խոսքն ասում, Սաղմոս 46:10 համար։ Հանդարտ մնացեք եւ ճանաչեք, որ ես եմ Աստվածը, ես եմ իշխում ազգերի վրա, ես եմ տիրում երկրի վրա։ Ինչքան զորավոր խոստումները, Աստված որ երկրի վրա, ազգերի վրա տիրում է, մեր հայրն է։ Դու չես կարող լսել Աստվածային հրահանգիր մի սրտում, որը լսված է աշխարհի ինչով, աղմուկով։ Խնդիրներ, որ մեր սրտի մեջ լսված է, այդ ձայները, որ մեր սրտի մեջ լսված է, չի թողնում մեր Աստծո ձայնը մենք լսենք։ Սուրբ Ոգին խոսում է, ինչ ժամանակ, խաղաղության, ոչ թե խառնաշփոթ ժամանակ։ Խնդրիր Աստծուն, լավ լսենք, խնդրիր Աստծուն, որ մաքրի քո ներքին ականջը, հեռացնի կասկածից, ամբարտավանության եւ անհնազանդության խոչընդոտներին, ինչ որ մեր սրտերի մեջ չի համապատասխան լինում Աստծո խոսքից, թողեք մեր սիրտը մաքրի եւ վերջանա։ Եվ վերջի կետը Աստծո ձայնը լսելու պտուղը, եւ որ մենք սկսում ենք Աստծո ձայնը լսել եւ զանազանում ենք Աստծո ձայնը, ինչեր է պատահում։ Երբ դու իսկապես լսում ես նրա ձայնը, դու ստանում ես ուղղություն։ Եսայայի 30-րդ գլուխ 21-րդ համար ասում է. քո ականջները գլսեն քեզ հետևող խոսքը, ասում է սա ճանապարհն է, անցիր դրանով։ Ասում է ձայնը կլսես, Աստված քեզ կառաջնորդի, կասի նայ ես ճանապարհը որ դու հետո ես սխալ է, քո ճանապարհը էս մեկ կողմը։ Direction ես ուզում, GPS ես ուզում հոգևոր, Աստծո ձայնը պետք է լսես։ Երկրորդ բանը պտուղ որ տալիս է, դու գտնում ես խոստված հանգստություն։ Այդ բանը որ Աստված խոստացել է եւ որ ձայնը լսում ես Աստծուց, քո սրտիդ մեջ հանգստություն է գալի։ Հովհաննես 14-րդ գլուխ 27-րդ համար ասում է իմ խաղաղությունը տալիս եմ քեզ։ Հիսուսն ասում, իմ խաղաղությունը կտամ քեզի։ Ինչքան այսօր մենք պետք ունենք Աստծո խաղաղության։ Դու քայլում ես ինչի մեջ, հարաբերությունների մեջ, ոչ թե կրոնի սահմաններում։ Գիտեք, կրոնամոլությունը շատ վատ բան է։ Ես գնացի լավ գործ արեցի, ես գնացի այսինչ աղքատին օգնեցի, գնացի այսինչ եկեղեցի մոմ վառեցի, գնացի այս գործն արեցի, այն գործն արեցի։ Այս ամեն բաները կրոնական կիցակատարություն է, ոչ մեկը չի կարող մեզի ազատի։ Մենք պտուղներ ունենք, դու պտուղներ ունես, որովհետև դուք չեք հետևում հուսահատ մարդու, լավ լսենք, մենք հուսահատ մարդուն չենք հետևում,
առաջնորդությունը մեր առաջնորդը այն որ մեզ առաջնորդում է Հիսուս Քրիստոսը Աստծո որդին է մեր հովիվը դրա պատճառով Հիսուս Քրիստոսն ասում է ոչխարներս իմ ձայնս լսում են Հիսուսն է մեր հովիվը նա որ մեր տեղը խաչի վրա մահացավ նա որ մեր պատիժը իր վրա գնաց իր արյունը թափվեց որ մենք այսօր կարողանանք առաջադեմ լինենք մեր կյանքի ամբողջ խնդիրների մեջ եւ Դավիթը նախքան Հիսուսը կարիչ կան զարմանալի ձևով Աստծուն ճանաչացել էր որտեղ խոսում էր եթե մահվան շուքից օրումը գնամ չար բանից ես չեմ վախենա ինչքան կարևոր է որ մեր վախերը թափանցնենք Աստծո առաջ եւ իրան ասենք որ ես վախենում եմ եւ ինքը կգրկի մեզի ովեր են միջոց մասի հայր Աստված ինձ կգրկի Եթե չեք ասել այսօր գնացեք, հայր Աստված, գրկի ինձի, պետք ունեմ շոյես ինձ, պետք ունեմ իմ մազերից ձերտաս, հավատացեք, հետո կգտնեք Աստծո խաղաղությունը։ Ես որ սիրտս շատ կոտրված է, գնում եմ եւ ասում եմ, Տեր Աստված, խնդրում եմ գրկի ինձի, քո տակ գրկին կարիք ունեմ։ Գիտեք, մեր հայր Աստվածը իր ականջը բաց է մեր խնդիրները լսելու համար։ Իր բերանը փակ է մեզ խայտարականելու համար։ Աստված երբեք մեզ չի խայտարակի։ Մենք մարդկանց առաջ խոսանք մեզ խայտարակեն։ Այդպես չի։ 100% իմացեք, մարդկանց առաջ մենք խոսացինք մեզ խայտարակեն։ Բայց այնտեղը որ ոչ մի հույս չունենք, գնանք եւ Աստծո մոտ, այդ սենյակի մեջ, մենակության մեջ, Հայր Աստծո հետ խոսանք եւ ասենք, Տեր, իմ խնդիրներս էսա։ Եվ կտեսնենք, որ Աստված սկսի խոսալ, եւ այն ժամանակ կարող ենք հասկանալ, որ ինչպեսի մեր խնդիրները լուծենք։ Եվ ես համարը շատ եմ սիրում Եսայայի 30:21-ը, քո ականջները գլսեն քեզ հետևող խոսքը, ասում է ինչ, սա ճանապարհն է, անցիր դրանով։ Սա ճանապարհն է հավատքի կյանք անելու։ Եթե այսօր մենք եկել ենք եկեղեցի, սա ճանապարհն է, որ խոսանք Աստծո հետ եւ Աստված պատասխան տա։ Եվ մենք սկսենք լսել։ Տեր Աստված լսող ականջ տուր մեզ։ Ամեն։ Թողեք ոտքի վրա կանգնենք եւ աղոթենք։ Հալելույա։